Իսկ մենք շարունակում ենք մնալ կատարողական արվեստի հրաշալի աշխարհում, սիրելիներս, եւ այստեղ այս աշխարհում առաջին անգամ հայերեն է թարգմանվել Կար Ֆլեշի մոնումենտալ եւ շրջադարձային ջութակ նվագելու արվեստ աշխատությունը, որի մասին արդեն ձեզ տեղեկացրել էինք, եւ պետք է ասել, որ այն ջութակարների կրթությանը վերաբերող հիմնարար դասագիրք է, շատ ավելի մանրամասն արդեն մեր հյուրերի հետ։ Այո, եւ ոչ միայն այս դասագիրքն է մեր հանդիպման առիթն ու առարկան, այլ նաեւ սպասվող համերգը, որի մասին կպատմեն մեր հյուրերը։ Մեր տաղավարում է Ելենա Յակովլևան, Պրիմավերա բարեգործական մշակութային հիմնադրամի համահիմնադիր, Բարի լույս։ Բարի լույս։ Եվ Աստղիկ Դալաքյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Մենք ենք շնորհակալ։ Եվ առավոտյան մեր հեռուստադիտողներին հասցրեցինք միայն այս նորությունը ուրախությամբ ներկայացնել, հատկապես այն մարդկանց, որոնք հետաքրքրված են կատարողական արվեստի, մասնավորապես ջութակը գործիքով, եւ ինչ իրադարձություն է սա ոլորտում որպես այդպիսի։ Այո, ես շտապ եմ նաև արտաքին տեսքը ցույց տալ, ինքը եւ իր արտաքինով եւ իր բովանդակությամբ կարելի ասել ոսկու կտոր է, որովհետեւ անգին ձեռնարկ է, որքան էլ տարօրինակ հնչի, բայց հայերեն թարգմանված միակ հայալեզու դասագիրքն է այս մակարդակի եւ սա կարելի ասել այլևս պատմություն է։ Այո, այս իրադարձությունը պատմական իրադարձություն է, քանի որ Կարլ Ֆլեշի այս ձեռնարկը կարելի ասել ջութակարների աստվածաշունչն է, որտեղ նա արդեն 100-ամյակից ավել ամբողջ աշխարհում բոլոր բարձրագույն միջնակարգ եւ քոլեջների ուրեմն հիմնակարային դասագիրքն է եւ սա այնքան մանրակրկիտ աշխատություն է, որ սկսած ամենաբազային տեխնիկական ուրեմն պարտադիր պահանջներից, վարպետությունից, որ հասցնում է, թե դրանից կարող են օգտվել թե ուսանողները, ուսուցանողները, թե մանկավարժները, առավել ևս, որ ասեմ, մենք մեծ կարիք ունենք առհասարակ հայալեզու մասնագիտական գրականության, ինչը որ այս պահին հանդիսանում է Կարլ Ֆլեշի ջութակ նվագելու արվեստի գիրքը եւ դա սրա նախաձեռնողը իհարկե եւ իրականացություն դարձնողը Պրիմավերա հիմնադրամն է Ելենա Յակովլևայի գլխավորությամբ։ Իհարկե կար հարց, որ պիտի վերաբերեր արդյոք գիրքը արդեն իսկ որոշակի հմտություններ եւ կրթություն ունեցող երաժիշտների մասին է եւ ավելի հարկավոր է նրանց, թե սկսած ուսանողական ամենավաղ շրջանից է սա պարտադիր պայման, որպեսզի լինի ուսանողների ձեռքում եւ նրանք էլ հասկանան էության արժեքը գրքի, բայց այո մենք հասկացանք, որ սկսնակներից մինչեւ պրոֆեսիոնալ երաժիշտներին սա պարտադիր պայման է, որպեսզի նրանք տեղեկանան։ Իզուր չէ, որ համապարփակ, այո, խորը եւ համապարփակ է գիտելիքներ է կրում այս ձեռնարկի իր մեջ եւ անգամ հոգեբանական երաժշտություն մեկնաբանելու հետ կապված ցանկացած հարց, որ հետաքրքրում է երաժիշտ կատարողին, ջութակարին, այստեղ այդ մասին խոսվում է։ Իսկ ինչ փուլերով անցանք, որպեսզի ի վերջո արդեն ունենք հայալեզու այս գիրքը, քիչ ճանապարհի մասին։ До вот издания книжки. Идея появилась несколько лет назад, когда мы были с мастер-классами в Гюмри, с мастер-классами по скрипке. И после уже мастер-классов Максимилиан Саймон, он со-редактор вот этого вот издания немецкого, переработанного, он разговаривал с педагогами. И мы стали спрашивать, а, собственно, какие учебники есть, чем методически вы оснащены. И выяснилось, что на армянском языке за 35 лет не было издано ни одного учебника. А поскольку в мире таких учебников фундаментальных немного, их всего 4-5, мы подумали, что не может не быть на национальном языке одного из таких вот основополагающих трудов. Ամբողջ միտքը հղացել է այն ժամանակ, երբ որ Մաքսիմիլիան Սայմոնի հետ վարպետության դասերի են Գյումրիի կոնսերվատորիա։ Մաքսիմիլիան Սայմոնը թե ջութակի բաժնի, ուրեմն հիմնադրամի ջութակի բաժնի ղեկավարն է եւ թե Կարլ Ֆլեշի նոր Գերմանիայի նոր հրատարակության
խմբագիրը եւ այդ ժամանակ երբ որ հետաքրքրվեցին դասախոսներից թե ինչ մեթոդական ձեռնարկների վրա է հիմնվում դասավանդելիս հասկացամ որ գոյություն չունի հայալեզու որևէ ձեռնարկ հետեւաբար այդտեղ միտք ղացավ որ անպայման նման աշխատանք արվի եւ աշխարհում շատ չեն այսպիսի ֆունդամենտալ ուրեմն ձեռնարկները մի 4-5 մատերի վրա կարելի հաշվել որոնցից մեկը այս ձեռնարկն է եւ այսպես այո հատկապես Հայաստանի ջութակի դպրոցը շատ հայտնի է եւ մեծ անուններ է տվել եւ շատ անարդարացի որ մենք մինչև հիմա չենք ունեցել հայալեզու ձեռնարկ, այո։ Արդյոք այս համագործակցությունը ճիշտ ենք նաև մեր հյուրից կլինի շարունակական եւ ոչ միայն ջութակահարներին այսպիսի նվեր կմատուցենք, այլ նաև այլ գործիքներ տիրապետող մարդկանց։ Будет ли продолжение вот такого рода деятельности, и можем мы ждать, что будет такие вот обязательно не только для скрипачей. Ну, во-первых, для скрипачей есть еще кое-что, что хорошо было бы сделать. Во-вторых, конечно, не только для скрипачей, но и для других струнников тоже. А в-третьих, путь обучения любого музыканта – это длинный путь, который состоит из многих часов занятий, выступлений, еще занятий. Поэтому я очень надеюсь, что с тем же немецким издательством, которое нам разрешило сделать вот эти вот копии и выпустить это на армянском языке, мы сделаем сборник упражнений. Նման որակային սանդղակ հաստատելը կարծում եմ շատ պատասխանատու է։ Մենք արդյոք ունենք ակնկալիք, որ երաժշտական այս գործիքի հետ կապված վարպետացած մեր մանկավարժները եւ դասախոսները կունենան արդեն որոշակի ավելի լայն հնարավորություն, ինչու՞ չէ վերապատրաստվելու նաեւ արտասահմանում եւ ինչու ոչ նաեւ այնտեղից կգան ուսանողներ, երաժիշտներ եւ կվերապատրաստվեն արդեն մեր մասնագետների մոտ, որովհետեւ ի վերջո նյութը, թեորիան իրենց մեջով անցել է եւ նրանք տիրապետում են այս գրքի ողջ էությանը ու վարպետությանը։ Երկու խոսքով թարգմանեմ ասածը, որ այո կլինի շարունակություն եւ հենց նույն գերմանական ուրեմն ընկերության հետ որ թույլատրություն է թույլ է տվել այս ունենալ այս ձեռնարկը թարգմանել եւ Հայաստանում տարածել նրանք ըստ ծրագրի ունեն նաեւ վարժությունների ձեռնարկի թարգմանության ուրեմն նպատակ եւ իհարկե ուրեմն ցանկացած կատարողի այդ թվում եւ ջութակահարի ճանապարհը դա շատ երկար ճանապարհ է որը ժամերով ուրեմն պարապմունքների ելույթների մի ամբողջ շղթա է եւ այդ ճանապարհին Primavera հիմնադրամը շատ ծրագրեր ունի աջակցելու ինչպես արել է նախկինում եւ այժմ էլ հետեւաբար еще прозвучал вопрос есть ли какие-то планы вот совместные например для преподавателей, может быть, у них будет еще шанс как-то пройти какие-то, не знаю, практику вне Армении и работать с мастерами, с профессорами. Я думаю, что для преподавателей есть несколько этапов, которые мы могли бы предложить. Прежде всего, это, безусловно, распространение этой книжки, которая распространяется бесплатно. Купить ее будет нельзя, но зато можно обратиться к нам, заполнить заявку и получить ее всем педагогам, практикующим музыкантам, тем, кому она действительно нужна в работе и в жизни. Вот. А дальше я очень надеюсь, что у нас будут именно встречи с педагогами. У нас есть большой онлайн-блок материалов как раз для педагогов по разным совершенно дисциплинам. Это все бесплатно. Многое с армянскими субтитрами. Ну, то, что не на армянском сразу, а то, что на других языках, на английском, на немецком. Поэтому мы надеемся, что это потихонечку программа будет развиваться. Но прежде всего хотелось бы заложить тот самый фундамент, foundation. Յանալի է։
Եվ այո, նախ առաջի հերթին դա բոլոր ցանկացողների, այդ թվում նաև դասախոսների համար գիրքը անվճար է։ Վաղը պետք է կոնսերվատորիայում կլինի մեծ ուրեմն պրեզենտացիա եւ նաև շնորհանդեսը գրքի եւ կտրամադրվի դասախոսների եւ ուսանողներին, իսկ ձեռք բերելու համար ընդհանրապես պետք է Primavera Foundation of Armenia-ի կայքում լրացնել հայտ եւ գիրքը կունենան իրենց սեղանին, իսկ YouTube-յան էջում հիմնադրամի կարող են գտնել բոլորը դասընթացների մի ամբողջ շարք տարբեր գործիքների, այդ թվում նաև ջութակի եւ հայալեզու ուրեմն սուբտիտրերով, որտեղ որ փորձառու վարպետները կիսվում են իրենց փորձով դասավանդման, իսկ հետագա ուրեմն պլանները համատեղ շատ են, որտեղ հիմնականում հիմնադրամի գործունեությունը կրթական ոլորտում է։ Այո, պետք է սպասենք բոլոր այդ նորություններին, բայց մինչ այդ եւս մի կարևոր եւ երաժշտասերներին հատկապես հետաքրքրող մի իրադարձության մասին պետք է պատմենք, որովհետեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը այս իրադարձությունից անմասն չի մնացել։ Մայստրո Թոփչյանն էլ անվանել է այս ամենը նվեր իսկապես երաժշտությամբ զբաղվող մարդկանց, բայց դուք էլ նվեր եք անում երաժշտասերներին դեկտեմբերի 24-ին։ Ինչ է սպասվելու մեզ բոլորիս։ Այո, Մայստրո Թոփչյանի ձևակերպմամբ, այո, սա մեծ նվեր է հայ մասնագետներին, ջութակարներին եւ ինքն անձամբ հատկապես տիրապետելով գերմաներենի շատ է օգտվել այս ձեռնարկից, ինքն է առաջի մասնագիտությամբ ջութակար է, գաղտնիք շատերի համար անակնկալ լինի, բայց մայստրոն ջութակար է։ Հետևաբար շատ բարձր է գնահատում այս աշխատանքը եւ վաղը մենք ամսի 24-ին ունենք մեծ համերգ եւ որը նաեւ շնորհանդեսային է, հա, համար մեծ համերգ, որտեղ հանդես կգան գերմաներենի համահեղինակ խմբագիրը Մաքսիմիլիան Սայմոնը եւ հայերենի թարգմանողը գրքի եւ գլխավոր խմբագիրը Արամ Բադալյանը, որը նույնպես ջութակահար է, եւ հրաշալի ծրագիր կլինի բրուխ եւ կորնգոլդ ջութակի կոնցերտներ, որոնք շատ հազվադեպ են Հայաստանում կրկին կատարվում։ Մեզ համար երաժիշտների համար սա իրոք մեծ պատմական իրադարձություն է եւ մեծ տոն է, սիրով սպասում ենք բոլորին եւ ցանկացած թեկուս համերգ այցելած հանդիսատեսը ունկնդիրը ինքը մեծ աջակցություն կցուցաբերի այս ամենի հարարճակման եւ տարածման գործում։ Հիշեցնենք հեռուստադիտողներին դեկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգն է լինելու, որի մասնակցությունը իսկապես կլինի թե հիանալի նվեր ինքներդ ձեզ ամանորին, թե աջակցություն նաև այսպիսի նախագծերի ընդլայնմանը։ Իսկ մենք մշակութային այս ձեռքբերման համար իսկապես շատ ուրախ ենք, ապրեք դուք, որ օրը սկսեցիք մեզ հետ ու մանրամասն ներկայացրեցիք էությունը ձեռքբերման եւ թե ինչ նշանակություն ունի երաժիշտ մարդկանց համար, ովքեր ներկայացնում են հատկապես ջութակը, չնայած որ մեր երաժիշտները շատ տաղանդավոր են, հայի նվագը միշտ շատ հաճելի է լսել, բայց երբ աշխատում ենք պրոֆեսիոնալիզմի եւ կատարողականության վրա, սա միանշանակ պարտադիր պայման է։ Շնորհակալություն նաև Primavera հիմնադրամի եւ կսպասենք նոր նախագծերի, որպեսզի պատմենք մեր հեռուստադիտողներին առաջինի եթերում։ Իսկ մենք շարժվենք առաջ եւ ժամանակն է ամփոփելու հաղորդման առաջին հատվածը ու ծանոթանալու օրվա լրահոսին, որից հետո կվերադառնանք, կշարունակենք մեր եթերը։